Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման համատեքստում իրականացվող բարեփոխումները պատճառ հանդիսացան, որպեսզի տարիներ առաջ Դանիելը վերանայի մասնագիտական կողմնորոշման հարցում իր նախընտրություններն ու արդեն իսկ քաղաքացիական բարձրագույն ուսումնական հաստատության ուսանող ընտրեց բանակը, ռազմական ակադեմիան ու սպայական մասնագիտությունը։ Ռազմական ակադեմիա եւ ընդհանուր զինված ուժերի մեր պայմանները այնքան բարելավվեցին, որ ցանկություն առաջացավ հենց զինվորական ճանապարհը ընտրել, դառնալ զինվորական, պայմանները թե 22-23 տարեկան տղան 35 միլիոն դրամանոց տանտեր է դառնում, ասենց ասած, տուն ես ձեռք բերում, բացի այդ բարձր աշխատավարձ, ատեստավորման դեպքում 700-800 հազար դրամ աշխատավարձ, բազմաթիվ ընկերներ ունեմ, ովքեր 22-23 տարեկան 800-900 հազար դրամ աշխատավարձ են ստանում, բայց մեր օրերում շատ դժվար է այդքան գումար վաստակելը։ Դանիելը վստահություն է հայտնում, որ հայաստանյան աշխատաշուկայում սպայական մասնագիտությունն արդեն իսկ մրցակցայիններից մեկն է։ Բարձր աշխատավարձ, մասնագիտական կարիերայի աճի հնարավորություն ու շարունակական կրթության հեռանկար, անգամ աշխարհի առաջատար ռազմական ուսումնական հաստատություններում։ 4-րդ կուրսում եմ ես սովորում, մեր կուրսի նվազագույն կրթաթոշակը 30,000 դրամ է, ես գերազանցիկ եմ, ստանում եմ 150,000 դրամ կրթաթոշակ։ Վաչիկն անկեղծորեն խոստովանում է, որ երբևէ աչքի չի ընկել բարձր առաջադիմությամբ ու այսչափ բարձր կարգապահությամբ։ Վերջին տարիներին իրականացված կրթական բարեփոխումներն ու կուրսանտների համար ստեղծված հնարավորությունները հետագա ծառայության ընթացքում առաջարկվող սոցիալական երաշխիքներն են մոտիվացրել ու հիմա գերազանց առաջադիմությամբ է սովորում։ Շարունակ նաև ֆիզիկական պատրաստության մակարդակն է բարելավում, որպեսզի մի քանի ամսից, երբ ավարտի ակադեմիան, կարողանա ավարտական քննություններն էլ բարձր գնահատականներով հանձնել ու միանգամից բարձր արդյունքով ատեստավորված, հետևաբար բարձր աշխատավարձով շարունակի ծառայությունը արդեն զորքերում։ Ես սովորում եմ ռազմական ակադեմիայի 4-րդ կուրսում, առաջադիմությունս գերազանց է, որը ավելի է նպաստում հետագա կայացած սպա լինելու համար։ Վաչիկը վստահ է, որ ոչ պակաս կարևոր է նաև կրթական միջավայրը, ինքը Մոնտե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն է ավարտել ու հրաշալի պատկերացնում է, թե որքան արդյունավետ կարող է լինել լավագույն կրթական ծրագրերի ու մեթոդների համակցությունը հարմարավետ համապատասխան մասնագիտական տեխնիկայով ու գույքով կահավորված եւ հագեցված միջավայրում։ Սա առաջին հերթին երկրի ու պետության տվյալ մասնագիտության արժևորման ու կարևորության մասին է խոսում, ինչպես նաև ապագա սպայի ինքնագնահատականի բարձրացման համար կարևոր խթան է։ Ուրախ է, որ բանակի բարձրագույն ղեկավարությունն ու ակադեմիայի հրամանատարությունն ամեն մանրուք, ամեն դետալ կարևորում են, որպեսզի ձևավորվի մեր բանակի ապագա հրամանատարների պատրաստման համար նախանձելի ու արժանավայել միջավայր։ Ներկայիս դրությամբ ակադեմիայում պայմանները այն աստիճանի են դավացել, որը ավելորդ մտահոգման եւ հարցերի կարիք չեն առաջացնում։ Ստեղծված են հարմարավետ պայմաններ լավ կրթություն ստանալու համար։ Բնականաբար այս ամենը իր դրական ազդեցությունն է ունենում սպայի ինքնագնահատականի բարձրացման հետ կապված, քանի որ սպան ինքն իրենով հասկանում է, որ պետությունն իրեն գնահատում է եւ նմանատիպ պայմաններ է ստեղծում։ Իգորն ընդգծում է, որ այս ամենն ավելացնում է մասնագիտական պատասխանատվությունը, գիտակցում է, որ սա պետության հանրային պատկառանքի վերաբերմունքի դրսևորում է եւ մի օր անպայման պետք է վերադարձնել ստացածը, վերադարձնել արժանավայել ծառայությամբ։ Այս տարիներին կուտակած գիտելիքները, փորձն ու հմտությունները սեփական ժողովրդի բարօրությանը ծառայեցնելու գիտակցված պատրաստակամությամբ։ Ավակ եղբայրս արդեն սպա է, իսկ ես արդեն ավարտելու շեմին եմ, 4-րդ կուրսում եմ սովորում եմ գերազանց առաջադիմությամբ, ստանում եմ 150,000 դրամ կրթաթոշակ։ Իգորը կարծում է, որ բանակի կերպափոխման համատեքստում իրականացվող մեծածավալ բարեփոխումները ենթադրում են ժամանակի պահանջներին համարժեք մոտեցումներ, մասնագիտական հմտություններ, ձևավորվող ամբողջությամբ նոր մասնագիտություններ։ Սա խորքային սերնդափոխություն է այս բառի համակ բովանդակությամբ, զինվորական մտածողության սերնդափոխություն է։ Բանակի կերպափոխման ընթացքում նաև փոխվում է մեր ուսման ձևը, այսինքն ավելի նոր տեսակի տեխնիկաներ, սպառազինություններ կան եւ դրա համեմատ արդեն ոնց որ ուսումը փոխվում է, քանի որ նաև առաջանում են նոր մասնագիտություններ, որոնց համապատասխան պետք է լինեն մասնագետներ եւ մենք այդ սերունդն ենք, որոնք պետք է լինենք։ Դե ինչ, ամիսներ անց Դանիելը, Վաչիկն ու Իգորը կվաստակեն զինվորական առաջին ուսադիրները, ստանձնելով Հայաստանի Հանրապետության բանակի պատմության նոր շրջափուլի, նոր սերնդի հրամանատարները կոչվելու պատիվն ու պատասխանատվությունը։ Նաիրա Համբարձումյան, Հայկ Չիլինգարյան, Զինուժ։